Արդեն շուրջ 1 տարի յուրաքանչյուր ամսվա վերջին 5-շաբթի օրը ներդրումներով հետաքրքրված մարդիկ հավաքվում են մեկ վայրում շուկաների միտումները քննարկելու, փորձով կիսվելու եւ նոր հնարավորությունները բացահայտելու համար։ Ամերիաբանկի նախաձեռնած Investors Day-ն է։ Հուլիսյան միջոցառումը յուրահատուկ էր։ Ոլորտի փորձագետներն ամփոփում էին կապիտալի շուկաների 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականն ու MyInvest-ի արդյունքները։ 1 տարի արդեն ներդրումային գաղափարներ ենք տեղադրում MyInvest հարթակում, որոնք լիովին կառուցված են advisory թիմի կողմից, անալիտիկա մոդելները, գնահատումները, բովանդակությունը, ունենք 20-ից ավել ներդրումային գաղափարներ, մեծ մասը ներդրումային գաղափարներին բավականին դրական կատարողական են ունեցել, կան ներդրումային գաղափարներ, որոնք 1 տարվա ընթացքում 100%-ից ավել կատարողական են ունեցել, 60%-ից ավել կատարողական են ունեցել, եւ մենք ինչ ենք նաեւ նկատել, որ ներդրումային գաղափարները նպաստել են, որ մեր հարթակ ավելի շատ մարդ սկսի օգտագործել, հետաքրքրվել, մտնել կարդալ եւ իհարկե վերջում ներդրումներ կատարել։ Ամերիաբանկի ներդրումային հարթակում MyInvest-ում հնարավոր է ոչ միայն ծանոթանալ ներդրումային գաղափարներին ու հետևել դրանց կատարողականին, այլև ձեռք բերել շուրջ 50 ֆինանսական շուկաների ավելի քան 70,000 արժեթուղթ, ներառյալ եվրոբոնդերը։ Ի դեպ, այսուհետ MyInvest-ում հասանելի է նաև պարբերական ներդրումների նոր հնարավորություն, որը թույլ է տալիս կատարել ավտոմատացված ներդրումներ 5 անգամ ավելի փոքր միջնորդավճարով, 1 ԱՄՆ դոլար 5-ի փոխարեն։ Այս գործիքը շատ լավ հնարավորություն է տալիս հաճախորդներին երկարաժամկետում ճիշտ ներդրումային ռազմավարությամբ կատարել ներդրումները։ Եթե օրինակ այն արժեթուղթը, որի վրա ցանկանում են ներդրում կատարել, մատչելի է դարձել շուկայում, նախկին սահմանված գումարով ավելի շատ կարող են ձեռք բերել, որը հնարավորություն է տալիս միջինացնել իրենց ներդրման սկզբնական արժեքը եւ իրականում ստանալ ավելի շատ օգուտ աճի ժամանակ։ Այն, որ ներդրումներով հետաքրքրվողների թիվն աճում է, փաստում է նաև վիճակագրությունը։ Ամերիաբանկի բրոկերային հաճախորդների բազան վերջին 3 տարում աճել է շուրջ 20 անգամ։ Այս տարվա առաջին կիսամյակում հաճախորդների թիվն ավելացել է շուրջ 20%-ով, իսկ ակտիվ հաճախորդներինը 40%-ով։ Բազան մեծացնելուն զուգահեռ մենք ըստ էության դա անում ենք բավականին զգուշությամբ եւ մեծ ռեսուրսներ ենք ծախսում նաեւ կրթական կտորի վրա, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ հաճախորդները գործեն գրագետ կառավարեն իրենց ռիսկերը, կայացնեն գրագետ որոշումներ եւ ունենան մինիմալ անկումներ շուկաների տատանումների ժամանակ։ Հենց այս նպատակով MyInvest հարթակում գործում է նաև MyInvest Academy-ն։ Սա առաջին հայալեզու կրթական հարթակն է ներդրումների մասին, որը հասանելի է անմիջապես մոբայլ հավելվածում եւ անվճար է։ Տեսական գիտելիքները լրացնելու հաջորդ քայլն արդեն Investors Day-ն է։ Մասնակիցներն ասում են, նման հանդիպումները կարևոր են առաջին հերթին ոլորտի փորձագետների կարծիքը լսելու ու ներդրումներ անելիս վստահ որոշումներ կայացնելու համար։ Մի բան է, երբ որ դու ինքնուրույն ես հետազոտություն անում, որոշում թե որ արժեթուղթը առնես, երբ առնես, մի բան է, որ ինչ որտեղ քեզ այդ ամենը խտացված մատուցում են եւ մատուցում են պրոֆեսիոնալները, ում աշխատանքն է հենց իմանալ թե որ արժի առնել, որը երբ արժի առնել։ Այդ իմաստով շատ դրական եմ գնահատում ու շարունակելու եմ մասնակցել։ Մասնակցում եմ ինվեստիցիոն գիտելիքները բարձրացնելու նպատակով, քանի որ 2022 թվականից զբաղվում եմ ներդրումներով եւ բավականին հետաքրքիր ինֆորմացիա են ստանում այս միջոցառումների ժամանակ։ Կազմակերպիչների խոսքով Investors Day-ի շուրջ ձևավորվել է ներդրողների ակտիվ համայնք։ Գործարկվել է նաև Telegram-յան ալիք, որը շատ կարճ ժամանակահատվածում մեծ ակտիվություն է գրանցել, եւս մեկ անգամ փաստելով, որ ներդրումներն ու ֆինանսական գրագիտությունն այսօր հասարակության համար հետաքրքիր եւ արդիական են։